Պարոն Փաշինյան, դուք կրկին ասացիք, որ ռուս խաղաղապահներն են Արցախը հանձնել, խնդրում եմ հստակեցնել, երբ են հանձնել, այն ժամանակ, երբ դուք Պրահայում ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս, դրանից հետո, թե դրանից առաջ, եւ այս խոսույթի հետ կապված Մարիա Զախարովան էր վերջերս անդրադարձել, ասում են, որ ռուս խաղաղապահներին մի մեղադրեք, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Լավ, եթե ռուսները ամեն դեպքում հանձնել են ռուս խաղաղապահները, դրանից հետո ձեր կառավարությունը նույնիսկ թույլ չի տալիս, որպեսզի պետական պաշտոնյաները թանգարանի տնօրենը Արցախին վերաբերող որևէ քննարկում կամ գիրք անգամ նվիրի, աշխատանքից անմիջապես ազատվում է։ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ամեն անգամ, երբ հարց ենք հնչեցնում, դուք հիշում եք Լուկաշենկոյին, այնպեսի տպավորություն է, ասես Պուտինի մուրը Լուկաշենկոյից է քանում, ինչով է պայմանավորված, այդքան մեծ դերակատարություն ունի հայ-ռուսական հարաբերությունների մեջ Վլադիմիր Պուտինը։ Ալեն Սիմոնյանի հետ կապված ուզում եի հասկանալ, որևէ որոշում կայացրել եք թե ոչ, եւ ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ ցանկացել է Մեծ Բրիտանիայի դեսպան լինել։ Թերևս այսքանը։ Ոչ ճիշտ չի տեղեկությունը, ես մուռ չունեմ, որ հանեմ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք, այդ թեմաներով այնքան ենք խոսել եւ արդեն երկու ընտրություններում այդ բոլոր թեմաները պարզաբանվել եւ Հայաստանի ժողովուրդն էլ արձագանքել այդ թեմաներին, այնպես որ անդադ նույն հարցը ծամծմելը չեմ կարծում թե որևէ իմաստ ունի։ Համենայն դեպս, եթե ձեր նշած հարցերի իմ բովանդակային պատասխանը հետաքրքիր է իրոք ձեզ, դուք եթե ոչ հազարավոր, հարյուրավոր էջերով նյութեր, եթե ոչ տասնյակ, մի քանի ժամանոց տեսանյութեր իմ պարզաբանումները կարող եք տեսնել համացանցում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրահավաքություն